Սիրելի հետևորդներ, խաղում ենք քարտերը, կընտրեք 4 պոզիցիա, հարցը լինի այսպես։ Այն ինչ ուղում են ձեզ վերին ուժերը, հա, ինֆորմացիան, որոնք նրանք ցանկանում են ձեզ հաղորդել։ Հարցը այսպեսին կլինի. ինֆորմացիան, որը ցանկանում են ինձ հաղորդել վերին ուժերը, ովքեր ընտրելու են առաջի պոզիցիան, երկրորդ պոզիցիան, երրորդ պոզիցիան եւ չորրորդ պոզիցիան։ Ուշադիր նայեք, լսեք ձեր ներքին ձայնին եւ ընտրեք առաջի, երկրորդ, երրորդ կամ չորրորդ պոզիցիաները։ Մտքերը մի կողմ ցրելով, ինչ են հաղորդում ինձ վերին ուժերը։ Հարցը այսպեսին է. ովքեր կընտրեն առաջի, ովքեր կընտրեն երկրորդ, երրորդ եւ չորրորդ պոզիցիաները, ընտրեք եւ ես կանցնեմ կանխատեսումը։ Ովքեր ընտրել են առաջի պոզիցիան, տեսնենք ինչ են հաղորդում ձեզ վերջին ուժերը։ Դուրս է եկել 36 քարտը կրեստն է, եթե դուք այստեղ վերին ուժերը խոսում են այն մասին, եթե ինչ-որ մեծ փորձությունների մեջ եք, ուրեմն դուրս եք գալու այդ փորձությունների միջից։ Իսկ եթե օրինակ կարմիչեսկի քարտ է, հա, եթե դուք ինչ-որ մեկին ինչ-որ բան եք արել, այստեղ տիեզերքը վերին ուժերը ձեզ ուղարկելու են մեծ փորձություններ, որովհետև դուք դրա մասին պետք է լավ մտածեք եւ դա հենց այնպես չեն ուղարկում դժվարություններ եւ փորձություններ։ Դուք պետք է դա հասկանաք եւ հետագայում ընդունեք իրականությունը։ Իսկ եթե փորձությունները ձեր ասենք շարաններ գնում են ձեր կյանքում, վերին ուժերը հաղորդում են ձեզ, որ դա կավարտվի վերջապես ձեզնով։ Ովքեր ընտրել են երկրորդ պոզիցիան, ինչ են հաղորդում ձեզ վերին ուժերը։ Դա կապված է ձեր ընտանիքի, դա կապված է բնակարանի, տան, հարազատների, ցեղի եւ այլն, հա։ Օրինակ, եթե ցանկանում եք բնակարան գնել, վերին ուժերը հաղորդում են ձեզ, որ դուք ապագայում կունենաք ձեր կբերեք ձեր բնակարանը։ Իսկ եթե հարազատների մեջ, հա, ինչ որ կոնֆլիկտային վիճակներ կան, վերին ուժերը հաղորդում են ձեզ, որպեսզի դուք ձեր կապը ձեր ցեղի հետ, ձեր հարազատների հետ լավացնեք եւ ներդաշնակ լինեք բոլորդ միասին։ Այնտեղ որտեղ որ դուք հավաքվում եք, միասին լինում եք եւ այլն, հա։ Իսկ եթե կան ինչ որ փաստաթղթային հարցեր կապված բնակարանի հետ, վերին ուժերը ձեզ հաղորդում են, որ եկել է ժամանակը, որպեսզի կարգավորեք այդ հարցերը, որ հետո փաստի առաջ չկանգնեք։ Իսկ եթե ուզում եք բնակարան գնել, այստեղ տալիս է ձեզ վերին ուժերը այդ հնարավորությունները։ Ովքեր ընտրել են երրորդ պոզիցիան, ինչ են հաղորդում ձեզ վերին ուժերը, որպեսզի դուք շունն է, հա, հավատարիմ լինեք ձեր սկզբունքներին, նաև վերին ուժերը հաղորդում են ձեզ, որպեսզի դուք այստեղ շանք հարտը, եթե օրինակ կենդանիների հետ լավ չեք, միգուցե ձեզ հենց նեղ պահին միգուցե ձեզ պետք է շուն, հա, կենդանի բերեք պահեք, որը կարող է գլխի վայր ձեր կյանքը փոխել։ Դա կարող է նաև կապ ունենալ, վերին ուժերը ձեզ կարող են հաղորդել, որ միգուցե կլինեն մարդիկ, ովքեր կարող են ցանկանալ ձեզ հունից անել, պրովոկացիա անելով, մի տրվեք այդ պրովոկացիաներին եւ հա փորձեք հավատարիմ լինել ձեր սկզբունքներին եւ չտրվել ուրիշի կոպիտ ասած հաճույքներին, հա։ Իսկ եթե ինչ-որ իրավիճակներ կան, ձեր կյանքը կարող է փոխել կենդանին։ Շուն դա կարող է լինել, կատու կարող է լինել, միգուցե բերեք պահեք եւ ձեր կյանքը գլխի վայր հա կարող է փոխել կենդանին շունը, որը կարող է նաեւ ինչու՞ չէ լինել ձեր պահապանը, պաշտպանությունը ձեր ուժեղացնեք եւ այլն։ Դա կարող է նաեւ ինչ-որ ընկերոջ հետ կապված լինի, ով կարող է ձեր ճանապարհին հանդիպել եւ կարող է ձեզ համար լինել լավ ընկեր։ Ովքեր ընտրել են երրորդ պոզիցիան, շատ լավ քարտեր են դուրս եկել, բացի առաջինից։ Ովքեր ընտրել են չորրորդ պոզիցիան, այստեղ լավ քարտ է, գլեդերը դուրս եկել, վերին ուժերը հաղորդում են ձեզ, որ սա նաեւ երեխա ունենալու մասին է խոսքը, որ անսպասելի, եթե երեխա չեք ունենում, ձեզ կարող է տրվել շուտով լավ հնարավորություններ, որպեսզի դուք հղիանաք եւ երեխա ունենաք։ Չի բացառվում այստեղ զույգի մասին լինի խոսքը, նաեւ հաջողությունը ձեզ կարող է հա ձեր ճանապարհին հայտնվել, ձեզ դա կարող են տալ վերին ուժերը եւ նրանք հաղորդում են, դա նաեւ կարող է լինել կարճ ժամանակով։ Հնարավոր է դա կարող է լինել ինչ-որ նվերի տեսքով, դա կարող է լինել ինչ-որ մեկը, որ կարող է ձեզ ինչ-որ նվեր նաեւ տա, ինչու՞ չէ, հա։ Թեթև բանի մասին է այստեղ խոսքը, այլ ոչ թե ինչ-որ գլոբալ մեծ գումարների մասին։ Նաև հնարավոր է ձեր կյանքում դուք հանդիպեք մի մարդու, վերին ուժերն են այդ մասին ձեզ հաղորդում, որ ձեզ ուղարկում են այնպիսի մի ձեր անձնավորության, ձեր կյանքում մի անձի, որը որ կարող է ձեզ ուրախացնել, ու մեր կարող են լինել թեթև հարաբերություններ, ամեն ինչ սրտերիդ մոտիկ մի ընդունեք, բայց դա ապագայում ոչ մի լուրջ բանի չի կարող տանել, ընդհանրապես ռոմանտիկ հարաբերություններ եւ դա մեծ հիշողություն կթողնի ձեր մոտ։ Ամենայն դեպս քարտը բավականին շատ լավն է։ Եթե ինչ-որ շահման հետ է կապված, նաև ինչու՞ չէ կարող եք ինչ-որ բան շահել։ Հա փոքր ինչ-որ հաճելի բան, որը ձեզ կուրախացնի։ Նաև կարող է ձեզ հյուր գալ ինչ-որ մեկը, ով բավականին ուրախ մարդ է, սա հաջողության նաև քարտն է, որտեղ տոտալիզատորներով որ աշխատում են եւ գումար են շահում։ Նաև այսպեսի քարտ է։ Ովքեր ուղղել էին հարցը եւ պոզիցիաները ընտրելով, հա, հետաքրքիր կլիներ հենց այստեղ ներքևում թողնեիք մեկնաբանություններ, ինչքանով հետագայում ձեզ մոտ կարող է այս պոզիցիաները ուրեմն ճիշտ աշխատել։ Ինչի համար ես բոլորիցս